Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Այս թողարկմանը կներկայացնենք։ Փաշինյանը բացահայտել է Ռուսաստանի հետ հարաբերություններում եղած խնդիրը։ Օգոստոսին Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական նիստին։ Վարորդները Փաշինյանից պահանջում են կատարել նախընտրական խոստումները։ Ռուսաստանը խախտել է Լեհաստանի օդային տարածքը։ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ, այդ թվում քաղաքական։ Ռուսաստանն այդտեղ խնդիր է տեսնում։ Հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակը մեկնաբանելով ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձել է նաև հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ԵՏՄ երկրների ղեկավարների հայտարարությանը, շեշտելով, որ հանրաքվեի առարկան դեռևս գոյություն չունի։ Պրոբլեմը հետևյալի մեջ է։ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի հետ։ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ, Հոլանդիայի հետ, Ֆրանսիայի հետ եւ բազմաթիվ այլ պետությունների հետ։ Իսկ նախկինում Հայաստանը ռազմավարական հարաբերություններ չուներ կամ չէր կարող ունենալ այսքան գործընկերների հետ։ Պրոբլեմը այդտեղ է։ Ես չեմ կարող Ռուսաստանի զգացմունքների մասին ասել, ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ, եւ այդտեղ էլ էլի էքսկլյուզիվության բաղադրիչ կա, կամ մեծ խնդիրը հետևյալն է, կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կամ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Հայաստանի Հանրապետությունը ում էր ինչ արել, որ Բելարուսի նախագահը հայտարարի, որ գիտեք ինչ, դե Հայաստանը ում է պետք։ Ինչն էր վատ արել, Հայաստանի վատություններ արել ինչ որ մեկին։ Բելարուսին վատություններ արել Հայաստանի Հանրապետությունը։ Ոնց կարելի է երկրի, ինքնիշխան երկրի մասին այդպես խոսալ։ Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի օգոստոսին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական նիստին առկա խնդիրների մասին բարձրաձայնելու համար։ ԵԱՏՄ-ի օրակարգը ձևավորվում է ինստիտուցիոնալ ճանապարհով, ինստիտուտներով, բայց դա հարթակ է, որտեղ բնականաբար ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Եվ ինչ որ ձեզ ասել եմ բրիֆինգում, ասել եմ նաև այնտեղ։ Իսկ ինչ եմ ասել ձեզ բրիֆինգում։ Ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում ԵԱՏՄ-ը։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է եւ կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Վարորդները Նիկոլ Փաշինյանից պահանջում են իրականացնել նախընտրական շրջանում տված խոստումները։ Կառավարության դիմաց նրանք բողոքի ակցիա են իրականացրել, իսկ Փաշինյանն էլ պնդել է, թե վարորդական իրավունքի վկայականների վերաբերյալ տված խոստումը կատարել է։ Նիկոլ Փաշինյանը ելավ այս հրապարակի ֆանտաների մոտ, ինքը արտահայտվավ, որ բոլորիդ պրավեքը տալու ենք։ Ինքը չշեշտեց, որ արցախցիներին չենք տալու, 18 թվին չենք տալու, որտեվ դիմացը ընտրություն էր։ Ինքը չշեշտեց։ Վարորդական իրավունքների մասով process-ը գնում է, այդտեղ մենակ մի խնդիր կա։ Նրանք, ովքեր վարորդական իրավունքից զրկվել են դատական ակտով, դատարանի օրինական ուժի, դատարանի ակտ մտել ուժի մեջ, այդտեղ կառավարությունը չի կարող դատական ակտը վերազանցել։ Մնացածը ստանում են, ես արձագանքներ եմ ստանում, մարդիկ իրենց վարորդականները ստացել են, ովքեր չեն ստացել, ինչ որ սպეციფიկ դեպք կա, բայց իմ կռահմամբ մեծ մասը կապված է նրա հետ, որ իրանք ոչ թե բալերի նվազմամբ են ստացել, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով։ Ռուսական սահմանափակումների ֆոնին հայ արտադրողները փորձում են մուտք գործել եվրոպական շուկա։ Ինչ հնարավորություններ կան այդ ուղղությամբ, ինչ քայլեր պետք է արվեն հայկական արտադրանքի որակը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու համար։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք միջազգային առևտրի փորձագետ Կարեն Ազարյանի հետ։ Պարոն Ազարյան, օրերս հայ արտադրողների մուտքը դեպի Եվրամիության շուկա առավել հեշտ եւ սահուն դարձնելու համար Հայաստանում ձկան եւ ձկնամթերքի արտադրողները մասնակցել են իրազեկման առցանց միջոցառման, որտեղ քննարկվել են Եվրամիություն արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը եւ գործնական հարցեր։ Այս առումով ինչ հնարավորություններ եք տեսնում։
Ասեմ, որ 2025 թվականին մարտի 16-ից Հայաստանը ընդգրկվել է այն երկրների ցանկում, որին թույլ է տրվում արտահանել ձուկ եւ ձկնամթերք դեպի Եվրոպական միություն։ Դրանից հետո սկսվեցին ուրեմն օրենսդրական փաթեթի մշակումը, որ հուլիսի 16-ին այս 2026 թվականի ամփոփվեց, ամբողջականացվեց եւ արդեն կարող են ձուկ ձկնամթերք արտահանողները տանել իրենց արտադրանքը դեպի Եվրոպական միություն։ Եվ արդեն իսկ դիմել են Սննդի անվտանգության տեսչական մարմին, որ պիտի կարողանան գրանցվեն Եվրամիության Traces համակարգում եւ իրականացնեն արտահանման գործընթացը։ Մինչեւ այդ էլ ուրեմն Եվրամիության ֆինանսավորմամբ եւ միջազգային առևտրի կենտրոնի աջակցությամբ մի քանի տնտեսվարողներ գնացել են, մասնակցել են Բարսելոնայում Seafood Global 2026 թվականի ամենախոշոր ցուցահանդեսին, այնտեղ կապեր են ստեղծել, հանդիպել են Եվրամիության ներմուծողների հետ, այսինքն գործընթացը արդեն սկսել է։ Մարդիկ կան ձկնամթերք արտադրողներ Հայաստանում, որոնք ունեն արդեն իսկ պայմանավորվածություններ Եվրոպական միությունում եւ սպասում են հենց որ գրանցումը իրենց ամբողջականացվի Traces համակարգում իրականացնեն արտահանումը։ Մյուսների համար սա լրիվ նոր շուկա է, ամբողջովին անծանոթ եւ իրենք նոր են սկսում ծանոթանալ շուկայի հետ։ Մենք դրա համար ուրեմն իրազեկման միջոցառումներ ենք կազմակերպում, տեղեկացնում ենք թե ինչ պահանջներ են գործում Եվրոպական միությունում, ինչ հնարավորություններ կա, ինչ ճանապարհ պետք է անցնեն։ Մի խոսքով հնարավորությունները կան եւ կան արդեն իսկ հետաքրքրվածներ, որոնք սկսել են գործընթացը։ Հայկական ձկնամթերքի որակը դուք ինչպես եք գնահատում, որովհետև Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում կասկածի տակ դրեց որոշակիորեն դրա որակը։ Կան ուրեմն քանի որ մենք խոսում ենք այս պահին Եվրամիությունում կարող են արտահանել միայն պաղեցրած, սառեցրած վերամշակված ձուկ ձկնամթերքը, կենդանի ձուկը չի կարող արտահանվել, այդ թույլտվությունը չկա, բայց ամեն դեպքում չի կարելի ընդհանրացնել, ամբողջ ոլորտի վրա, միանշանակ կան ձեռնարկություններ Հայաստանում, որոնք շատ բարձր ստանդարտներով աշխատում են, որոշները ունեն միջազգային ISO 22000 որը Սննդի անվտանգության կառավարման համակարգը, ունեն սերտիֆիկատը դրա, հասկ ունեն համակարգեր ներդրված, այսինքն ունենք տնտեսվարողներ, որոնք ամբողջովին բավարարում են Եվրամիության պահանջներին, շատ չեն, բայց արկա են եւ կարող են իրանք իրենց արտադրանքը արտահանել Եվրամիություն։ Իսկ հայկական պտուղ բանջարեղենի պահանջարկը կա Եվրոպայում, ինչ քայլեր պետք է կատարել դրանց որակը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու համար։ Եթե օրինակ ձուկ ձկնամթերքի մասով ասեմ, որ Եվրամիությունում մեծ պահանջարկ կա, որտեղ ընդամենը ներքին սպառման 28%-ն է բավարարում Եվրամիությունում արտադրված ձուկ ձկնամթերքը, չնայած որ կան Օվկիանոս, ծովին ելք, տարբեր երկրներ ունեն, չէ, 27 պետություններ ունեն ծովին ելք, տարբեր ոչ բոլորը, բայց դրանցից մեծ մասը ունեն, բայց չնայած դրան ընդամենը 28%-ն է բավարարվում ներքին սպառման համար, մնացած 72%-ը ներմուծվում է։ Այն ուրիշ հարց է պտուղ բանջարեղենին, որտեղ որ ներքին պահանջարկն էլ է բարձր, բայց նաև ներքին արտադրանքն էլ մեծ տոկոս է գրավում, այստեղ պետք է երկար ճանապարհ անցնել, որպեսզի հայկական արտադրանքը կարողանա ճանաչելի դառնա Եվրամիությունում։ Բայց քանի որ Հայաստանը հայ ժողովուրդը ունի մեծ սփյուռք նաև Եվրամիությունում, պետք է օգտագործել այդ կապերը։ Եվ այսօր մենք տեսնում ենք նույն երբ որ Ռուսաստանի կողմից սահմանափակումներ մտցվեցին պտուղ բանջարեղենի համար, այդ դեպքում տեսանք, որ հիմնական գործոնը դա սփյուռքն է, հայկական սփյուռքն է Եվրամիությունում, որոնք մոբիլիզացրեցին եւ շատ արագ կարողացան կազմակերպել ներմուծումը Հայաստանից դեպի Եվրամիության իրենց համապատասխան երկրներ եւ այսօր մենք տեսնում ենք եւ նույն Լեհաստան, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ այլ երկրներում վաճառվում են հայկական պտուղ բանջարեղենը։ Ասել թե դրա պահանջարկը կա դրա համար է, հայ համայնքի շրջանում այո դրա պահանջարկը կա, պարզապես որպեսզի ինքը ավելի ճանաչելի դառնա, պետք է շուկայահանման երկար ճանապարհ անցնել, մարքեթինգային քարոզարշավներ իրականացնել։ Մի խոսքով դա ճանապարհը, որը մարքեթինգի մաս է կազմում։
Արտահանման խթանման ուղղությամբ Հայաստանի կառավարության քայլերը բավարար են եւ ինչ քայլերի անհրաժեշտություն եք դուք տեսնում։ Գիտեք, ես կասեմ, որ շատ են ուրեմն արտահանման խթանման ավելի շուտ կասեմ աջակցության ծրագրերը, աջակցության ծրագրերը կառավարությունը ընդունել է, սակայն ամենակարևորը, որ կնշեմ այստեղ, դա ինստիտուցիոնալ պակասն է, բացն է, այսինքն չկա Հայաստանի Հանրապետությունում մի կառույց պետական աջակցությամբ, որը կխթանի արտահանումը, որը կկանգնի տնտեսվարողների կողքին, հիմնականում փոքր եւ միջին ձեռնարկությունների, որոնք որ չունեն այդ հնարավորությունը, լեզվական բարդույթներ ունեն, ներմուծող երկրի այս պարագայում Եվրամիության պահանջներին ծանոթ չեն, այդ բազմաթիվ կանոնակարգերը եւ պահանջները մեկնաբանելու ունակություններ չունեն, այսինքն այստեղ է կարևոր որպեսզի կառույցը լինի, որ աջակցի այդ փոքր միջին ձեռնարկություններին, կարողանան մեկնաբանեն, հասկանան, պարզ լեզվով բացատրի, ձեռքից բռնած տանի միջև արտահանում իրականացնելը։ Սա ամենակարևորն է։ Երկրորդ կարևոր բան ես կարայի ասել, որ այդ բոլոր աջակցության ծրագրերը, որ կան, իրենք պետք է ասենք համակարգային լինի եւ թիրախային լինի։ Թիրախային, այսինքն ինչ որ ոլորտ վերցնում են, ինչ որ աջակցություն տրամադրում են, բայց ուսումնասիրվի, հասկացվի։ Օրինակ, մենք առաջարկում ենք սուբսիդավորել օդային տեղափոխումը, որը եւ արագ փչացող ուրեմն մթերքի համար կարեւոր է, կլինի դա պահեցված ձուկ, թե կլինի օրինակ արագ փչացող ծիրան կամ այլ բանջարեղեն ու միրգ, այսինքն օդային տեղափոխությունը շատ արագ կարելի է կազմակերպել, նախ ուրեմն ապրանքի դարակներում, խանութների դարակներում իրենց կյանքը երկար լինելու համար, երկրորդը այդ մրցունակության հարցն է լուծվում սրանով, այսինքն արտադրանքի տեղափոխման ծախսերն են շատ եւ ժամանակն է շատ։ Մենք առաջարկել էինք այդ տարբերակը, տեսնենք ինչ արձագանք կլինի։ Իսկ լոգիստիկայի առումով իրավիճակն ինչպիսին է, ասում են, որ ավանդաբար հեշտ էր արդեն մուտք գործել ռուսական շուկա, հաշվի առնելով նաև լոգիստիկ հնարավորությունները, դեպի Եվրոպա արտահանման ուղղությամբ խնդրի լուծումը ինչպես եք տեսնում։ Ես ինչպես նշեցի, այսօր որ ծիրանի կամ այլ կերասի, այլ մրգերի պարագայում արտահանում իրականացումը դեպի Եվրամիություն Հայաստանից կան, որ անում են բեռնատարներով, այսինքն ճանապարհով են անում, բայց կան նաև, որ օդային ճանապարհով են տեղափոխում։ Օդային ճանապարհով պարզ է, միանշանակ ինքնարժեք աճում է այդ 1 կիլոյի կտրվածքով, բայց այսօր հանդիպեցի նաև բանում տեղեկատվություն տեսա, որ Ֆրանսիայում ծիրանը 4 եվրո կիլոյի համար վաճառք կար, այսինքն դից մի հատ հայտարարություն տեսա, շատ տարօրինակ է, շատ էժան է ստացվում, բայց ամեն դեպքում դա խնդիր է, այսինքն երկար է ճանապարհը, եթե վերցնենք բեռնատարերով տեղափոխումը, ապա երկար է տևում ճանապարհը Հայաստանից մինչև Եվրամիության հասնել, օրինակ նույն Ֆրանսիա կամ Գերմանիա կամ այլ երկրներ, բայց կան նաև դրա համար լուծումներ, լաստանավ արագ վրացական նավահանգիստներից դեպի Եվրամիության նավահանգիստներ, որ ունենք Բուլղարիայում եւ Ռումինիայում, ամենակարճ տեղը եւ այդտեղից արդեն տեղափոխումը, բայց ամեն բան կախված է թե կոնկրետ արտադրանքը, ապրանքը ինչքան իր պահպանման ժամկետից է կախված, ինչքանով արդյունավետ եւ էժան կլինի իր լոգիստիկան, բայց հնարավոր է այդ ամեն ինչը լուծելի է, մտածել կարելի է, հասկանալ կարելի է, կրկին եթե լիներ օդային տեղափոխություն, այսինքն կառավարությունը այդ աջակցության ծրագրերը, որ տալիս է տարբեր ոլորտներին ուղղեր, օրինակ մի մասը դրանց ուղղեր օդային փոխադրումների սուբսիդավորմանը, ինձ թվում է դրանով շատ օգտակար կլիներ արտահանման գործին եւ հայկական արտադրանքի մրցունակությանը Եվրամիության շուկայում։ Իսկ այս Ռուսաստանի կողմից եղած համանախապակումներն ինչ ցույց տվեցին։ Արդյոք Հայաստանը կարող է գտնել այլընտրանքային շուկաներ, խոսում ենք հիմա Եվրամիության մասին, թե ամեն դեպքում կախվածությունը ռուսական շուկայից բավականին մեծ է։ Այս պահին բավականին մեծ է, բայց գիտեք ինչ կա, հարցը նրանում է, որ ոչ ոք չի ասում, գիտեք, տնտեսվարողներին չեն ասում, պետք է ամբողջովին կտրեք ռուսական շուկան, ոչ, տենց բան չկա, բոլորը ասում են դիվերսիֆիկացիայի մասին։
Պարզ բանը, պարզ հաշվարկը, եթե դու բիզնեսմեն ես, գործարար ես, դու պետք է քո ռիսկերը կարողանաս հաշվարկես։ Միշտ էլ եղել է, չէ՞, Լարսի փակումը միշտ էլ եղել է Ռուսաստանի շուկան պարբերաբար տարբեր ժամանակահատվածներում, ընդ որում մենք չենք խոսում միայն այս կուսակցության իշխանության գալու ժամանակ եղած ժամանակը, այլ կուսակցությունների ժամանակ էլ, այլ նախագահների ժամանակ էլ եղել են Ռուսաստանի կողմից մտցված սահմանափակումներ։ Եղել են օբյեկտիվ թե սուբյեկտիվ, դա այլ հարց է, չենք քննարկում այս պահին, բայց եղել են։ Այսինքն բիզնեսը, եթե իր հաշվարկը կատարում է, իր ռիսկերը գնահատում է, պետք է հասկանա, որ մի շուկայից կախվածությունը վտանգավոր է, դա բարձր ռիսկ է։ Պետք է անպայման դիվերսիֆիկացնել, եթե հանկարծ մի շուկան փակվում է, ես ունեմ հնարավորությունը այլ շուկաների։ Գիշերվա ընթացքում խախտվել է Լեհաստանի օդային տարածքը։ Երկրի արևելքում գտնվող Լյուբլին քաղաքում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Վարչապետ Դոնալդ Տուսկը հաստատել է, որ օդային տարածքի խախտումը տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից արևելյան Ուկրաինայի վրա իրականացված հրթիռային հարձակման ժամանակ։ Դրա հետ կապված անմիջական վտանգ չի եղել, քանի որ հրթիռը չի ընկել բնակեցված տարածքում։ Տեղեկությունները միանշանակ են, մենք պատրաստ ենք խոցել այն, եթե այն շարունակեր իր թռիչքը։ Լեհական բանակը համալրվել է Բաոբաբկա հեռահար ականապատման մեքենաներով։ Դրանց նպատակն է հաշված րոպեների ընթացքում ականապատ դաշտերով փակել վտանգավոր ուղղությունները։ Մանրամասները մեր հաջորդ ռեպորտաժում։ Լեհական զինուժը համալրվում է Բաոբաբկա հեռահար ականապատման առաջին սերիական մեքենաներով։ Սրանք այլևս փորձարկումներ կամ ցուցանմուշներ չեն։ Բաոբաբկան լեհական բանակի առաջին սերիական համալիրն է դեռևս 90-ականներին խորհրդային տեխնիկայի հենքով ստեղծված Կրոտոն համակարգից ի վեր։ Հակատանկային ականապատ դաշտի տվյալները կարող են նախագծել համակարգչով, սահմանելով համապատասխան երկարությունը, լայնությունն ու խտությունը, ապա համակարգն ավտոմատ իրականացնում է ականապատումը։ Բաոբաբկան ամբողջությամբ լեհական մշակում է։ Գլխավոր կապալառուն Հուտաստալյովա Վոլյա ընկերությունն է, ընթացամասը հայտնի Էլչ ավտոարտադրողից։ Հեռահար ականապատման համակարգը ստեղծվել է Բիդգոյչի Բելմա գործարանում, իսկ էլեկտրոնիկան ու կառավարման համակարգերը ապահովել են լեհական VB Electronics-ը։ Բաոբաբը զինված է 600 ական կրող մեկ տեղակայանքով։ Մոտ 22 րոպեում կարող ենք տեղադրել 1800 մետր երկարությամբ ականապատ արգելափակոց։ Առաջին սերիական Բաոբաբները ստացել է Օժիշևում տեղակայված 16-րդ ինժեներական զորամասը, Բելարուսի եւ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի սահմանների մոտ։ Հենց այստեղ է լեհական զինուժը վարժեցնում հնարավոր հարձակումը կանխող ինժեներական արգելափակոցների արագ գործողությունները։ Սկզբնապես պատվիրված 24 մեքենաների փոխարեն այս գարնանը պայմանագիրն ընդլայնվել է հասնելով մինչև 35 համալիրի, որոնք բանակին կհանձնվեն առաջիկա 1.5 տարվա ընթացքում։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։